Այս ընթացքում երկու եկեղեցու հետ կապված երկու լրջագույն մեղադրանք է հնչել, որ եկեղեցում լրջագույն գումարներ են գալիս քաղաքական նպատակների համար եւ նախորդին դոժ հերոստանգերությանը Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունը, որ հետո լրագրողի ճշտող հարցին, այսինքն ձեր հոգեվորականների մեջ մանկապիղծ կա, Ալեն Սիմոնյանը ասեց այո, խոսքը 3-4 թե 4-5-ի մասին է։ Հիմա հարց ընդդիմադիր գործիչներին անընդհատ ինչ-որ ծանուցումներ ուղարկելուց առաջ կամ արանքում ես դիմում եմ իրավապահ համակարգին, գլխավոր դատախազ, քննչական կոմիտե, հնչել է լրջագույն հայտարարություն, լրջագույն մեղադրանք, որ մեր հոգևորականների մեջ մի քանի հոգի մանկապիղծ են եւ ամբողջ աշխարհի լրատվամիջոցները այդ հայտարարությունը վերցրել եւ տարածել են եւ հնչել է մեղադրանք Նիկոլ Փաշինյանի կողմից, որ հայ առաքելական եկեղեցի մեծ գումարներ են գալիս, բնականաբար առաջիկա քաղաքական նպատակներով օգտագործվելու համար կանչվել են այդ երկու գործիչները եւ ես օրինակ շատ եմ ուզում իմանալ, թե մեր որ հոգևորականն է մանկապիղծ եւ եթե այդ մեղադրանքը հաստատվի, այդ անունները պետք է հնչեն։ Ես շատ եմ ուզում իմանալ, այդ ով է եկեղեցում փող տալիս, օրինակ քաղաքական գործընթացներին խառնվելու համար։ Այդուհանդերձ սրանք կամ զրպարտություններ են, որոնց համար այդ մարդիկ պիտի կանչվեն պատասխանատվության, կամ պիտի իրենք ներկայացնեն փաստեր, բայց մենք տեսնում ենք, որ այս ամենը այն նույն սերիայից է, ըստ օդում կախված լուրերի սերիայից է, որը ցավոք սրտի իրավական որևէ հետևանք մենք տեսնում ենք, որ առ այս պահը չի ունենում։